Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ եւ իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաեւ ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք եւ թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվեց հոկտեմբերի 3-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ։ Ժամը 18-ին Գարեգին Նժդեի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում հայտնաբերվեցին 32-ամյա տղամարդն ու նրա ընկերները իրենց վարած 4 ավտոմեքենաներով։ Մի քանիսը փորձեցին դիմել փախուստի, ինչը կանխվեց։ 10 անց ձերբակալվեց եւ Mercedes, BMW ու 2 Porsche մակնիշի ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ձերբակալվածներից մեկի 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փամփշտով լիցքավորված մարտական ատրճանակ, մեկ այլ 36-ամյա տղամարդու մոտ կար գաղտնի փականով դանակ, նման մի դանակ եւ կոկաինով 2 փաթեթ էլ հայտնաբերվեց 41-ամյա տղամարդու խուզարկությամբ։ Ավտոմեքենաները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք ու կնիքվեցին։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։